Ամեն տարի հոկտեմբերի 16-ին նշվում է հայկական մամուլի օրը։ 230 տարի առաջ հենց այս օրը 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում լույս տեսավ հայ մամուլի առաջնեկը Ազդարարը, որի հիմնադիրն էր Հարություն Շմավոնյանը։ Թերթը գործեց մինչև 1796 թվականի մարտ ամիսը եւ այդ ընթացքում լույս տեսավ 18 համար։ Ազդարարը միայն լուրեր չէր հաղորդում, նրա էջերում տպագրվում էին նաեւ գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ, ինչպես նաև տեղեկություններ տարբեր երկրներից։ Օրինակ, այստեղ հրապարակվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի հրամանը հայերի համար Գրիգորի Պոլ քաղաքը հիմնելու վերաբերյալ։ Հետագայում 2004 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը հռչակվեց որպես մամուլի աշխատակցի օր։ Հետագայում վերանվանվեց եւ դարձավ հայկական մամուլի օր։ Հայոց պատմության մեջ մամուլը զբաղեցրել է բացառիկ տեղ, արդեն ավելի քան 2 դար է այն դարձել է հայկական քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքի տարեգիրքը, իր էջերում պահպանելով սերունդների հոգեվոր ու մտավոր ժառանգությունը։ Այս անգնահատելի շտեմարանը դեռ երկար ժամանակ կմնա հայագիտության ուսումնասիրության կարևոր նյութ՝ պատմություն, փիլիսոփայություն, արվեստ, քաղաքականություն, տնտեսություն։ Չկա ոլորտ, որի վրա մամուլը իր լույսը չի սփռել։ Առաջին հայ պարբերականի խմբագիր Հարություն Շմավոնյանը թերևս արդեն այն ժամանակ գիտակցում էր իր ձեռքում նա ունի այնպիսի զենք, որը կդառնա ժողովրդի լուսավորության, միասնության եւ ինքնագիտակցության ուժեղագույն միջոցը։ Հատկապես 20-րդ դարասկիզբը համարվում է հայ մամուլի ոսկե դարը։ Այդ շրջանի մամուլը մեծապես նպաստեց հայ ժողովրդի հոգեվոր հայրենիքի ամրապնդմանը եւ պետականության վերականգնմանը։ Սակայն 1990-ականներին աշխարհը կանգնեց նոր շրջափուլի՝ թվայնացման դարաշրջանի շեմին։ Համացանցը ի հայտ գալով փոխեց տեղեկատվական աշխարհակարգը։ Թերթային մամուլը աստիճանաբար տեղը զիջեց առցանց պարբերականներին։ Շատ խմբագրություններ ժամանակին հասկանալով այս փոփոխությունը տեղափոխեցին իրենց գործունեությունը համացանց, որտեղ մամուլը ձեռք բերեց նոր հնարավորություններ։ Այսօր տպագիր մամուլն ու առցանց հարթակները ներդաշնակորեն շարունակում են հայ լրագրության առաքելությունը, պահպանելով ավանդույթները, բայց խոսելով ժամանակի լեզվով։ Առցանց մամուլի շնորհիվ տեղեկատվությունը վայրկյանների ընթացքում հասնում է աշխարհի բոլոր անկյունները, միավորելով հայկական մտքի եւ խոսքի տարածությունը։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել հայ մամուլի օրվա կապակցությամբ, որում ասված է. Հայ մամուլի հիմնադրման օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր երկրում գործող զանգվածային լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներին։ Ժամանակակից աշխարհում արագ փոփոխվող եւ տարածվող լրահոսը նշանակալից դեր եւ մեծ ազդեցություն ունի հանրության շրջանում մտածելակերպ, դիրքորոշում եւ կարծիք ձևավորելու հարցում։ Ուստի լրատվական բոլոր հարթակներում առաջնային պիտի լինի անաչառ եւ հավաստի գործելավոճը։ Կարևորելով եւ գնահատելով հայաստանյան լրատվամիջոցների բարդ եւ պատասխանատու գործունեությունը, առանձնահատուկ շնորհավորում եմ Կոտայք մարզային հեռուստաընկերության ողջ անձնակազմին, որը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում համայնքային նշանակալից իրադարձությունները եւ պատշաճ կազմակերպում համայնքային միջոցառումների, մեր բնակավայրերում արկա առաջնահերթ հարցերի լուսաբանման աշխատանքները։ Գնահատելի է հեռուստաընկերության մեծ դերը բնակիչ համայնք կապի ամրապնդման եւ ստույգ իրազեկվածության ապահովման հարցում։ Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ձեր արդարամիտ գործունեությունը առանցքային նշանակություն ունի հանդուրժող հասարակության ձևավորման եւ տարբեր բնագավառներում թափանցիկ ու հաշվետու աշխատելավոճ հաստատելու հարցում։ Կրկին շնորհավորում եմ եւ մաղթում մասնագիտական հաջողություններ, արդյունավետ եւ անխափան եթերներ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել հայ մամուլի օրվա առիթով։ Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հայ մամուլի օրվա առթիվ, մաղթելով նորանոր հաջողություններ պատասխանատու եւ կարեւոր առաքելության մեջ։ Այս օրը եւս մեկ առիթ է ընդգծելու լրատվամիջոցների կարեւոր դերն ու նշանակությունը ժողովրդավարական հասարակության ձևավորման եւ զարգացման գործընթացում։ Լրատվամիջոցների ազատ, անվտանգ եւ պաշտպանված գործունեությունը կարեւոր նախապայման է հասարակության իրազեկվածության եւ քննադատական մտածողության զարգացման համար։ Միևնույն ժամանակ
Բացառիկ կարևորություն ունի լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի նորմերի և պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանումը։ Առանցքային է, որպեսզի լրատվամիջոցների գործունեությունն ուղղված լինի հանրության իրազեկման և տեղեկացված որոշումների կայացմանը, զերծ մնալով ատելության խոսքի տարածումից և սոցիալական լարվածության խորացումից։ Որպես մարդու իրավունքների պաշտպան վերահաստատում եմ իմ հանձնառությունը պաշտպանելու լրագրողների իրավունքները և նպաստելու նրանց անխոչնդոտ և արդյունավետ աշխատանքին մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակում։ Կարևորում եմ նաև պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև գործընկերային համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերի պատշաճ լուսաբանման և հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում ձեզ շարունակական հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ և ստեղծագործ աշխատանք։ Հոկտեմբերի 2-ից 6-ին Ինդոնեզիայում անցկացված սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել և 71 կիլոգրամ քաշային կարգում առաջնության բրոնզե մեդալը նվաճել է Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի մարզիկ Գոռ Շատվերյանը։ Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է աշխարհի առաջնության մեդալակիր մարզիկին, մարզիչ Արշալույս Բալյանին և կենտրոնի տնօրեն Գոռ Ղալեչյանին։ Շնորհավորել այս կարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի հավաքականի կազմում պատշաճ մասնակցելու և մրցանակային պատվավոր տեղ զբաղեցնելու առիթով։ Համայնքի ղեկավարը նշել է, որ ուրախությամբ և հպարտությամբ է հետևում մեր մարզիկների կարիերային և հաջողություններին, առանձնահատուկ շնորհավորել է մարզիչ Արշալույս Բալյանին, մեծապես կարևորելով նրա նվիրումն ու վաստակը։ Համայնքում սպորտի ոլորտին և մարզադպրոցին ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար ներկաները շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին, նշելով, որ մարզիկներն ու մարզչական անձնակազմը շարունակելու են նպատակային պարապմունքները չեմպիոնության հասնելու և նոյեմբերին կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը բարձր պատրաստվածությամբ ներկայանալու համար։ Բարերար գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով։ Նման որոշում է կայացրել հակակոռուպցիոն դատարանը Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Նշենք, որ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։ Դատարանը այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե երկրորդ, թե երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ կամ ավարտեք այս գործը ուղարկեք դատարան կամ ընդհանրապես ավարտեք։ Դատարանի բակում հավաքվածներին ասել է Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, շեշտելով, որ այսպիսով քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է մասնակի։ Միջնորդությունը քննվել է 2 օր և ավարտվել հոկտեմբերի 16-ին ժամը 1:30-ին։ Կարապետյանին մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի 290-րդ, հարկերը տուրքերը կամ այլ վճարները չվճարել, 296-րդ փողերի լվացում, 422 իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածներով։ Հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորվել է 2 ամսով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի և 17 համակիրների գործով նախագահող դատավորն է։ Մեկ ամսով կալանավորվել է նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին ներկայացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել է, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 2 հոդվածներով, պաշտոնեական դիրքը օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։ Ավելի վաղ փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գործով 54 քննիչ է ներգրաված։ Փաստաբան Երեմ Սարգսյանը նաև հայտնել է, որ արգելվել է թեմի առաջնորդի տեսակցությունները բացի մորից։
Հոկտեմբերը հանդիսանում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը եւ հոկտեմբերի ընթացքում մեր շենքերը լուսավորելով մեր տարբերանշաններով եւ նման կրծքանշաններով հիշեցնում ենք կանանց հետազոտման եւ իրենց տարեկան կանխարգելիչ հետազոտություններն անցնելու մասով։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Կառավարության նիստի անդամները եւս ներկայացել են կրծքագեղձի դեմ պայքարի իրազեկման կրծքանշաններով։ Նախարարը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը տարածված է եւ մահացության մակարդակն էլ բարձր։ Մեր կարգախոսն է մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել, ասել է Ավանեսյանը եւ հավելել, վերջին տարիներին ունեն հայտնաբերման աճ մահացության նվազում։ Փաշինյանն էլ հետաքրքրվել է, թե առողջապահության ապահովագրության մեջ արդյոք կա կրծքագեղձի քաղցկեղի բուժումը եւ ստացել է դրական պատասխան։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Նշվում է, որ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային եւ տեղական մարմինների կողմից։ Հիշյալ նպատակի իրականացման համար Արմավիր քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության 100 լրակազմ ունեցող նոր տեղակազմ։ Հատկանշական է նաև հիմնարկում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը նախատեսվում է կազմակերպել հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն մասնագիտական կենտրոնում։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն եւ փողերի լվացում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի առաջին մասով հանցավոր կազմակերպություն ստեղծել է կամ ղեկավարել է, 257-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետով հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը, 319-րդ հոդվածի առաջին մասով հանցավոր կազմակերպության մասնակցելը, 296-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Հանցավոր ծագում ունեցող 205 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից բացի պետական բյուջե է վերականգնվել եւս 425 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 15-ից 16-ին համաձայն որի բացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 3-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող կամավոր, ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար։ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։
Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները հոկտեմբերի 14-ին Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս Երևանյան փողոցում սառը զենք ունենալու կասկածանքով ձերբակալելու համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տարել նոր Հաչնի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել 15-ամյա մի պատանու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։